Պաղեստինցիները բողոքի ակցիա են անում տարիներ շարունակ իրենց անվտանգության երաշխավոր համարվող Համասի դեմ։ Հոգնել են մարդիկ, խաղաղություն են ուզում, իսկ արմատական շարժումը իրենց բառերով չի ուզում, որ դադարի արյունահեղությունը։ Մենք ուզում ենք մեր ձայնը լսեն ամբողջ աշխարհում, մենք արժանի ենք ապրելու, մենք խաղաղ ժողովուրդ ենք։ Սպիտակ դրոշները պարզել ենք ոչ թե հանձնվելու, այլ խաղաղության համար։ Ուզում ենք մեր երեխաների հետ խաղաղ ապրենք։ Բավական է, մենք չենք ուզում 2-3 ժամը մեկ փախչել։ Իսրայելը պաղեստինյան բնակավայրերը ռմբակոծելով նորից ստիպում է այս մարդկանց թողնել իրենց ժամանակավոր ապաստարաններն ու փախչել։ Հիմա ցահալի կրակի տակ Թալ Ալ-Սուլթան բնակավայրն է Ռաֆայում։ Մենք խաղաղություն ենք ուզում եւ համակեցություն, պարզապես ուզում ենք ապրել։ Սրանք ուղղակի բառեր չեն, հասկացեք մեր խոսքերի իմաստը։ Մենք ազատություն եւ կրթություն ենք ուզում։ Ես նկարիչ եմ, ցուցադրել եմ 77 նկար Մալազիայում, Ճապոնիայում, Եգիպտոսում եւ Բեթխեհեմում, բայց Համասի եւ կոռումպացված կառավարության պատճառով, որը սկսեց այս պատերազմը եւ դրեց մեզ այս անբարենպաստ իրավիճակում, ես Բեթխեհեմում չեմ եւ իմ երազանքները չեն կարող կատարվել։ Իսրայելը պատրաստվում է առավելագույն ճնշում գործադրել Համասի վրա։ Նեթանյահուի աշխատակազմը հայտնում է, որ մտադիր են ցամաքում աննախադեպ գործողություն սկսել։ Այս ծրագիրը Իսրայելի վարչապետի բառերով պատանդներին վերադարձնելու համար է։ Գազայի հյուսիսում չորեքշաբթի իսրայելական հարվածներից 2 տասնյակից ավելի մարդ է զոհվել։ Ալ Ջազիրայի տեղեկություններով զոհերի թիվը կարող է աճել, քանի որ հիվանդանոցներ հասցրածներից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է։ Գազայի հյուսիսում վրանային ճամբարի վրա հարձակման ժամանակ Համաս արմատական շարժման խոսնակ Աբդել Լատիֆ Ալ-Քանուան է սպանվել։ Նա արմատական շարժման ամենաազդեցիկ դեմքերից էր։ Մի քանի անգամ հարցազրույց է տվել արաբական լրատվամիջոցներին։ Մարտի 18-ին Գազայի հատվածում վերսկսված ռազմական գործողությունները դադարեցնելու համար Եգիպտոսն է ուզում միջամտել։ Միջազգային լրատվամիջոցները գրում են, թե Կահիրեն առաջարկ է ներկայացրել Թել Ավիվին ու Համասին վերականգնելու հրադադարի ռեժիմը։ Գայանե Մովսիսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։